դարձրու քո օրը ավելի հետաքրքիր։ Մեդիամարկ, լավագույն ժամանցային հարթակը Հայաստանում։ Ալիքի գործընկեր։ Բնավորության հորոսկոպ։ Հորոսկոպը կօգնի հասկանալ էությունդ, ինչպիսի մարդ ես, ինչպես են քեզ ընկալում շրջապատի մարդիկ, ինչ առավելություններ և թերություններ ունես։ Խոյ, 21 մարտի 20 ապրիլի։ Տպավորվող են և ուժեղ կամքի տեր, հետաքրքիր էություն են, նրանց դժվար է չնկատելը, արագ որսում են իրողության էությունը, վստահելի են, անկեղծ, ընկերաբար խորհուրդներ են տալիս, հավատում են, որ կյանքն իրենց ձեռքերում է, անհամբեր են, նրանց համար ողջ կյանքը որոշակի գործողություն է։ Մտքում եղածը լեզվին է, չեն կարողանում ստել, նրանց կամ սիրում են, կամ ատում, վատ են գլուխ հանում մարդկանցից, այստեղից էլ շրջապատից հաճախակի հիասթափվելու պատճառը։ Ցուլ, 21 ապրիլի 20 մայիսի։ Պատասխանատու և հասուն են, նրանց հարգում և պաշտում են, հուսալի ամրոց են մտերիմների համար, քնքուշ են ու բարի, մարդկանց ընդունում են այնպիսին, ինչպիսին կան, զգացմունքները թաքցնում են օտարներից, ավելի շատ զգացմունքներով են առաջնորդվում, քան բանականությամբ, հավատարիմ են, գնահատում են ընկերներին, պահանջկոտ են, ունեն հաճելի բնավորություն և պահելաձև, նրանց դժվար է համբերությունից հանելը, բայց զայրույթի պահին կատաղած ցուլ են դառնում, արժանիքները հանգստություն, համբերություն, ջերմություն, անկեղծություն։ Երկվորյակներ, 21 մայիսի 21 հունիսի։ Մեկ ուրախ են, սրամիտ, մեկ ցինիկ և նյարդային, հմայիչ են, շատ ժամանակ են ծախսում ուսման վրա, օգուտ են քաղում ամեն բանից, ինչ հնարավոր է սովորել, նրանց համար կյանքը հազվադեպ է տխուր և դատարկ թվում, երկվորյակներին օդի պես անհրաժեշտ է բազմազանությունը, ընկերների համար հանելուկային են, հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում, բայց երկարատև կապ չեն պահպանում, եթե մտերիմների մեջ ինչ-որ բան նրանց չի գոհացնում, առանց երկմտելու խզում են կապերը։ Խեցգետին, 22 հունիսի 22 հուլիսի։ Էությամբ սիրող և անկեղծ են, սովորաբար հույզերը պահում են իրենց համար թանկ մարդկանց, ընտանիքի, ընկերների համար, առաջին հայացքից վատ տպավորություն են թողնում, շատ ժամանակ է պետք նրանց իսկապես ճանաչելու համար, հեշտ խոցելի են և տպավորվող, հաշվի են առնում հասարակության կարծիքը, նրանց հետ ընկերանում են նրանք, ովքեր փոխըմբռնման կարիք ունեն, չեն հավատում, որ կարող են փոխել իրենց կյանքը, ինչն էլ բերում է ծուլության և անտարբերության, թերությունները ճակատագրապաշտ են, անկարող են ներել, մոռանալ վիրավորանքը։ Առյուծ, 23 հուլիսի 23 օգոստոսի։ Սովորաբար առաջնորդ են, մեծահոգի, սեփական արժանապատվության զգացումով, համառ։ Առաջին տպավորությունից ինքնավստահ են, կասկածամիտ, նրանք մտահոգված են իրենց արտաքինով, առատաձեռն են իրենց սիրելիների նկատմամբ, սիրում են նվերներ տալ և զվարճանալ, չեն ներում վիրավորանքը, հատկապես երբ մերժում են ստանում, վատ են գլուխ հանում մարդկանցից, առյուծներին կարելի է գրավել կեղծավորությամբ և գովասանքով, հավակնոտ են ու ագրեսիվ, կարողանում են սիրել և լինել սիրված, բացասական հատկանիշը մեծամտություն։ Կույս, 24 օգոստոսի 23 սեպտեմբերի։ Առաջին տպավորությունը վառ չէ, հաճախ ամաչում են անծանոթների ներկայությունից, զրույցներում ոչ միշտ են վարողի դերում լինում, զգայուն են, ճշտապահ, կարգապահ, գրավիչ և շատ հուսալի, մարդկանցից հիասթափվում են կատարելագործման ձգտման պատճառով, բնորոշ է մշտական աճն ու կատարելագործման ձգտումը, բարի ընկերներ են, երբեք հուսախաբ չեն անի, կույսերը պրագմատիկ են, նրանց գրավում է այն ամենը, ինչ կանաչ է, չեն հետաքրքրվում գաղափարներով և տեսություններով, բացասական կողմերը չափից ավելի զգուշավորություն, կեղծ բարեպաշտություն։ Կշեռք, 24 սեպտեմբերի 23 հոկտեմբերի։ Լավ են գլուխ հանում մարդկանցից, գործնական են, հարթեցնում են կյանքի խոչընդոտները, իմաստուն են, շփվող են, հյուրասեր, ծանր են տանում անհաջողությունները, նյութապաշտ են, սիրում են գեղեցիկ կահույք, հագուստ, իրեր։ Նրանց հաճախ տանջում է նախանձը, երբ ինչ-որ բանով հետ են մնում ընկերներից։ Սիրում են գեղեցիկն ու արվեստը, նրանց հունից հանում են անձնական և աշխատանքային խնդիրները, գլխավոր առաքինությունը բարեկիրթ մտածողությունն ու բարեհոգությունն է։ Կարիճ, 24 հոկտեմբերի 22 նոյեմբերի։ Ուժեղ են ու վճռական, շրջապատում կամ սիրում են նրանց, կամ ատում,
բայց անտարբերություն չեն ցուցաբերում։ Ինտելեկտուալ են եւ կրքոտ։ Սիրում են փիլիսոփայել առօրյա խնդիրների մասին։ Գրավիչ են հակառակ սեռի համար, պաշտում են հաղթանակները, իմաստուն են եւ քաղաքավարի։ Հաճախ դաժան եւ կասկածամիտ են, կենտրոնացած են իրենց վրա եւ ուշադիր չեն շրջապատի հանդեպ։ Խոչընդոտների հանդիպելիս գործի են դնում իրենց մարտավարությունը, պահանջկոտ են ընկերների ընտրության հարցում։ Աղեղնավոր 23 նոյեմբերի 21 դեկտեմբերի։ Աղեղնավորներին բնորոշ է վառ երևակայությունը, գործնականությունը, անկախությունը, լավատեսությունն ու հումորը։ Սիրված են եւ սիրում են մարդկանց, շատ ընկերներ ունեն, ատում են կեղծավորությունը, հեշտ խոցելի են։ Նրանց համար շատ կարևոր է հասարակության հավանությանն արժանանալը։ Անկեղծ են եւ ճշմարտախոս։ Սիրում են կյանքն ու կրթությունը, չան տեսելով հաճույքները։ Հաճելի զրուցակից են, նրանց վնասում է ավելորդ շիտակությունը։ Այծեղ ջուր 22 դեկտեմբերի 20 հունվարի։ Ճակատագիրը հազվադեպ է ժպտում այծեղ ջուրներին։ Նրանց ձեռքբերումը կյանքի խնդիրների նկատմամբ ունեցած հաղթանակներն է։ Այծեղ ջուրներին ավելի շատ հարգում են, քան սիրում։ Արդար են, հուսալի, լուրջ, աշխատասեր, ատում են միայնությունը, բայց դժվարությամբ են ծանոթություն հաստատում։ Կասկածամիտ են, պահպանողական, դողում են իրենց հեղինակության վրա, գաղտնապահ են, հիշաչար, զարգացած է պարտքի զգացումը։ Այծեղ ջուրներն ավելի շատ տալիս են, քան վերցնում։ Սիրում են բարություն անել։ Ջրհոս 21 հունվարի 19 փետրվարի։ Խորաթափանց են, սիրում են մեկուսանալ, օբյեկտիվ են, կարող են պահպանել իրենց յուրօրինակությունը, շատ պահանջկոտ են մտերիմների ընտրության հարցում, չնայած երբեմն պատահական ծանոթություններ են հաստատում։ Հակված են երազկոտ գաղափարների եւ ծրագրերի, ինքնասածի են, ամեն ինչում ձգտում են համոզվել սեփական փորձով, հազվադեպ են խորհուրդներ ընդունում։ Ջրհոսները անհատապաշտ են, նրանց համար ոչինչ չարժե հասարակական կարծիքը, գիտեն ինչ են ուզում եւ ինչպես դրան հասնել։ Ջրհոսները հաճախ են սեփական մոլորությունների զոհը դառնում։ Ձկներ 20 փետրվարի 20 մարտի։ Ձկներին հեշտ չէ հասկանալն ու նկարագրելը, երբեք չեն կորցնում համբերությունը, օժտված են մարդկանց հասկանալու հազվադեպ կարողությամբ եւ պահում են նրանց գաղտնիքները։ Երազող իդեալիստի տպավորություն են թողնում, հեշտ խոցելի են։ Ձկներն ավելի շատ մտածում են, քան գործում։ Հակված են տրամադրության հաճախակի փոփոխության։ Նրանց սիրում են իրենց իմաստության ու բարության համար։ Պետք է կարողանան հաղթահարել սեփական ամաչկոտությունն ու կասկածամտությունը, սովորել ինքնավստահ լինել։ Նյութի տեքստը կարող ես գտնել հոլովակի բնութագրի մեջ հղմանը սեղմելով։ Հիշենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։